Այո, ես եմ մարդն եմ, ժողովուրդ, որ ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այո, ես այդ մարդն եմ։ Եվ ես դա ասել եմ, որովհետև նվիրված եմ եղել, հավատացած եմ եղել գաղափարներին, որ բազմաթիվ ձևերով դպրոցի տարիներից մեզ ներմուծել են։ Բայց ես գնացել եմ անկեղծ ճանապարհով ասելով, որ այս կոնֆլիկտը մենք այս երեխեքին պետքա չժառանգենք։ Եվ այդ ճանապարհով անկեղծ գնալով հասկացել եմ, որ մեզ դրել են թակարդի մեջ։ Ղարաբաղով մեզ դրել են թակարդի մեջ, եւ եթե մենք շարունակենք այդ ճանապարհը, մենք կորցնելու ենք Հայաստանը եւ Հայաստանի պետականությունը։ Եվ ես այո ուժ եմ, թե դա հեշտ չի, ժողովուրդ ջան։ Ես իմացել եմ, որ ինձ մեղադրելու են ամեն ինչի մեջ, ամեն երկու օրը մեկ ինչ հիշեցնելու են, ասել ես Արցախը Հայաստանը եւ վերջ, այսինքն դավաճան են ասելու, հողատու ամեն ինչ ասելու են։ Բայց ես այսօր շատ ուրախ եմ, որ ես այդքան ուժ եմ գտել իմ մեջ եւ կանգնել եւ առերեսվել ճշմարտությանը եւ Հայաստանը դուրս բերել։ Եվ Հայաստանը դուրս եմ բերել թակարդից։ Եվ այսօր Հայաստանը պետություն է ավելի քան երբևէ, անկախ է ավելի քան երբևէ, ինքնիշխան է ավելի քան երբևէ, անվտանգ է ավելի քան երբևէ։ Եվ այս երեխեքը, մենք այս երեխեքին կիսատ պռատ անհասկանալի հարցեր չպետք է ժառանգենք, մենք մեր երեխաներին պետք է ժառանգենք սահմանազատված սահմաններով, բաց սահմաններով, խաղաղության խաչմերուկի կարգավիճակ ունեցող, բարեկեցիկ եւ զարգացող հարևանների հետ խաղաղություն հաստատած Հայաստանի Հանրապետություն։ Մենք մեր երեխեքին չպետք է գործուղենք զոհվելու, մենք մեր երեխեքին գործուղում ենք ապրելու, կյանքը վայելելու, ազատ լինելու, երջանիկ լինելու, եւ սա չի նշանակում, թե մենք ուրանում ենք մեր որևէ նահատակի, ընդհակառակը մեր նահատակների, մեր զոհերի անունը եւ հիշատակը բարձր պահելու մեծագույն ձևը դա զարգացած, անկախ, ուժեղ Հայաստանի Հանրապետությունն է, ազատ, բարեկեցիկ եւ երջանիկ։